շատ զայրացած եմ, այդ օրը մոտ է, դա պետք է շատ արագ տեղի ունենա եւ այս գրառումից հետո պետք է հիմա կառավարության շենքը շրջապատված լիներ։ Հենց այսօրվանից, հենց այս տաղավարից դուրս գալուց հետո ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, դռներ եմ թակելու, մեր ուրեմն ընդդիմադիր գործընկերներին խնդրելու եմ, պահանջելու եմ, կուսակցական դրոշները ինչ որ մի պահի պետք է իջացվեն։ Գաղտնիք էլ բացեմ ձեզ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Հարցեր կան հաղորդումը, այսօր Հարցեր կան Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Բարև ձեզ։ Աստծո բարին։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ ուրախ եմ, որ ձեր մոտ։ Պարոն Դանիելյան, գիտեք, երեք ես իմ հաղորդմանը մի միտք ասացի, որի համար զղջում եմ։ Երեք ասացի, որ Հայաստանի իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինչ էլ անի, այլևս զարմանք եւ զայրույթ չի առաջացնի, բայց ես սխալվեցի։ Հիմա կարծեք Հայաստանի վարչապետը եւ իր կինը մրցակցության մեջ են, թե ով ավելի անպարկեշտ վարկ կդրսևորի, եւ հիմա թիրախում Հայոց Առաքելական եկեղեցին է։ Իհարկե որևէ իմաստ չկա վերարտադրելու իրենց ասացները, անհնար է անգամ կրկնել, բայց հստակ է մի բան, որ հերթական անգամ ապացուցում են, որ իրենք որևէ կարմիր գիծ չունեն, եւ նաեւ հերթական անգամ ապացուցվում է, որ որևէ զսպող մեխանիզմ չի գործում։ Հիմա այս պայմաններում, որը ուղղակի խորացնելու է անարխիան եւ 26-ին ընդառաջ գնալով սաստկանալու են այսպիսի դրսևորումները, պարոն Դանիելյան, այս պայմաններում ընդդիմության անելիքը ո՞րն է։ Ես էլ ձեր նույն վիճակում եմ հայտնվել, ես էլ արթնացա, գրառումը կարդացի, ինձ ուղարկել են, հետո ասի երևի կատակ են անում, մտա իր էջ, տեսա որ բան չկա, կատակելու բան չկա, ասի իրականություն, այս մարդը այդ գրառումը արել, այդ գրառումը արել, քիչ եմ եկել իր հետևից մի քանի էլի տենց ապիկար գրառումներ արել, դա ցանկացած մարդու համար դա ապշելու, զարմանալու բան է, բայց ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա ուշադրություն։ Այս մարդիկ պատահական ոչ մի բան չեն անում։ Սա արվում է հստակ նպատակով, հստակ ուղղորդմամբ, հստակ ծրագրով։ Նպատակը Ալիևին, Էրդողանին հաճելի լինելն է, հաճելի թվալն է, անգամ Էրդողանը ես չեմ տեսել էլի, որ ասենք օրինակ մեր պատրիարքարանի նկատմամբ այդպիսի բառապաշարով հանդես գա։ Այսինքն չեմ տեսել, ամենուր չեմ նկատել։ Չէ, իսկապես չի։ Հայաստանի ղեկավարը նման բան ասի, նոնսենս է, բայց իրենցից սպասելի է ամեն ինչ, եւ հիմա ճիշտ ասեցիք, իրենք ինքնուկինը մրցում են իրար հետ, թե ով կարա ավելի նվաստացուցիչ, ավելի ցածր ընկնի, եւ նորից եմ գտնում, սա հստակ նպատակ ունի նսեմացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր սպասավորներին, եւ նաեւ պատահական չի դրանից առաջ իրենց թիմով ինչպիսի վայնասուն են բարձրացնում, ինչպիսի կավորներ են տալիս սրբազան հայրերի, ինչպեսի բնորոշում էին տալիս, վերջերս նաև գրառում աչքովս ընկա, որ սրբազաներին արդեն չուլանապետեր են ասում, այսինքն կներեք այս արտահայտության համար, որ ստիպված եմ ցիտել իրենց, բայց սա հայտարարություն է հստակ ծրագրով արժեզրկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իրենք այս ամբողջ իրենց պաշտոնավարման գործընթացում քանդել եւ խարխլել են ամեն ինչ, եւ հիմա էլ արդեն հասել են թիրախավորված եկեղեցու սպասավորներին կոնկրետ այդպիսի արտահայտություններով բնորոշելով, որը որ կրկնում են պատահական չէ, սա ծրագրի մի մաս է, եւ ես զարմանում եմ մեր այն հայրենակիցների, իդեպ շատ զայրացած եմ մինչեւ ստեղ գալը, պետք է ասեմ դրա մասին, հարցում անցկացնող մի լրագրող հուզված էր, երբ որ ինձնից հարցազրույց էր վերցնում, ասի ինչա պատահել, մարդիկ կա որ դա արդարացնում, ինձ համար ամենասարսափելին է դա Նիկոլ Փաշինյանի իր տիկնոջ իր շրջապատի հետ ամեն ինչ պարզ է, բայց լավ մեր ժողովուրդը ոնց կարա ինչ որ մի մասը մի որ դա արդարացնի։ Ամենացավալին էլիտայի մաս համարվող մարդկանց հարթ լինելն է Նիկոլ Փաշինյանի հետ, դա ավելի ծանր բան է, քան երբ ասենք շարքային քաղաքացին, որը պարտադիր չէ, որ ունենա կրթություն, համապատասխան արժե համակարգ եւ այլն, կարող է եւ աջակցել, ոչինչ, բայց երբ էլիտայի մաս համարվող մարդիկ են աջակցում, այսքանից հետո գնում են, ասենք
անհասկանալի արշավների են մասնակցում կրթության, իբրև թե կրթության օրակարգով, դա ուղղակի ծանր է, դա աղետ է։ Գիտեք, երբ դուք նշում եք, որ պատահական ոչինչ չի արվում, պարզ օրինակով ձեր ասածը կընդգծվի ու պատկերը կհամադրվի, տեսեք, ժամանակ առաջ Կովկասի մուսուլմանների գրասենյակի առաջնորդը հստակ հայտարարեց, որ հայաստանյան առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Երբ որ մենք համադրում ենք ժամանակագրորեն եւ նաեւ Բաքվից, Ադրբեջանից պարբերաբար թիրախավորվում է մեր եկեղեցին եւ կաթողիկոսն էլ Շվեյցարիայում Արցախի խորագրով օրակարգով համաժողովի էր մասնակցում, պատկերը հստակ է դառնում, որ սա հստակ օպերացիա է։ Եվ Հայաստանի իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, որին միանում է նաեւ իր կինը, հստակ հրահանգ պատվեր կատարող մարդիկ են։ Եվ այստեղ էլ հարցը այն է, որ համակարգերը, որոնք մեզնից լավ պիտի դա տեսնեն, կանխատեսնեն եւ ապացույցները իրենց ձեռքում պիտի լինեն, իրենք որևէ դիմադրություն ցույց չեն տալիս։ Ճիշտ եք նշում, ես էլ քիչ առաջ, երբ որ հարցազրույց է տալ ձեր մոտ գալուց առաջ, հենց այդ լրագրողի նույն բանն եմ ասել, բառացիորեն նույն բանը, իրենց ասածը, այսինքն ադրբեջանցիների ասածը եւ այս իշխանություն կոչեցյալի ասածը, սա ծրագրի մի մաս է, իրենց համատեղ ծրագրի մի մաս է, որ այս մարդիկ իրականացնում են։ Դրանից առաջ էլի խայտարակ հայտարարություններ են եղել Խաչերի վերաբերյալ, որ մեր գյուղերում ճանապարհների վրա ինչ գործ ունեն այդ խաչերը, հետո համեմատել են, որ եկեղեցում կներեք, բայց կոլա վաճառողներ են, հետո տարբեր, գիտեք ինչեր են ասել, չեմ էլ ուզում այդքան բան անեմ, բայց համենայն դեպս սա ծրագրավորած, պլանավորված մի գործընթաց է համադրաբար եւ ճիշտ եք նշում, այստեղ ամենամեծ ցավը դա այն է, որ մենք մեր իմունիտետը, մեր ազգի իմունիտետը բավարար վիճակի մեջ չի, որ հակազդի այս ամեն ինչին։ Այս գրառումից հետո պետք է հիմա կառավարության շենքը շրջապատված լիներ հազարավոր մեր եւ հավատացյալ հայրենիներով եւ քաղաքական գործիչներով եւ այսպես ձեր ասած այդ չգիտեմ գիտնականներով, էլիտայի ներկայացուցիչներով։ Ինքնաբուխ պիտի դա լիներ, պարոն Դանիելյան։ Դա պիտի լիներ ինքնաբուխել, կազմակերպված էր, ոնց ուզում եք անունը դրեք, բայց ինձ համար ցավ է, որ հիմա հանգիստ մենք շարունակում ենք մեր առօրյան հաշվի չառնելով, թե ինչա գրվել եւ ինչա ասվել։ Պարոն Դանիելյան, իսկ ինչն է խանգարում, որ խորհրդարանական ընդդիմությունը հենց հիմա գեներացնի ընդվզումը, որովհետեւ ես մոնիտորինգ էի անում ու մարդիկ ակնկալիքներ ունեին ձեզնից։ Ես հասկանում եմ, որ այդ ակնկալիքները կան եւ իհարկե առաջին այդ պատասխանատվությունը խորհրդարանական ընդդիմության, տիտղոսային ընդդիմության վրա է եւ իհարկե պետք է ընդդիմությունը սա այս ամեն ինչը չթողի հանգիստ, որ այս իշխանությունները Մարսեն գնան, ինքը պետք է հստակ սրա համար պատասխան տա։ Նախ այդ պատասխանատվությունը պետք է կրի, երկրորդը պետք է բանադրվի եւ եկեղեցու կողմից պետք է նզովվի, ենթարկվի եւ չթողնի, որ մտնի եկեղեցի, ոչ մի մեր հոգեվոր սպասավոր պետք է չթողի, որ այս մարդիկ մտնեն եկեղեցի եւ պղծեն եկեղեցին եւ մենք ազգովի պետք է հասկանանք, որ սրան պետք է համախմբված վռնդենք, իշխանությունից զրկենք եւ ստեղ անելիք ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ իհարկե առաջին հերթին քաղաքական գործիչները, կուսակցությունները, այն մարդիկ, որոնք որ ստանձնել են այդ պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ ճիշտ են ձեր դիտարկումը, որ դա պետք է տեղի ունենա։ Դա մեր պարտականությունն է, մենք պետք է անենք այդ ամեն ինչը։ Ես մի բան եմ ուզում ավելացնեմ, երեք նաեւ թերթում է ադրբեջանական մամուլը եւ ադրբեջանցիները հետեւյալ միտքն էին ասում, դուք ասում եք մեծ մեղադրում եք Արցախում մեր պատմամշակութային կոթողները ավիրելու, եկեղեցիները ավիրելու, տեսեք ձեր երկրի ղեկավարը ինչ է ասում, ասինքն դուք եկեղեցիները սարքել եք Չուլան, մեզնից ինչ եք ուզում։ Ցիտում են Հայաստանի ղեկավարին։ Ցիտում են եւ ասում են, որ մենք չենք, դուք ձեր երկրում նման, ասինքն այդ էլի պատահական չէ, էլի ձեր այդ ասածը իրար հետ սրանք սինխրոնիզացված, փոխկապակցված գործողություններ են եւ սա նաեւ ինչ որ միտեղ արդարացում է ադրբեջանցիների այդ գործերը, ոչի վանդալիզմի, անարգանքի եւ այլ, սա ուզում ասի, մենք մեր երկրում նման բան
ես այսքան եկեղեցիներ ենք մտել, հուսով եմ եւ համոզված եմ դուք էլ բազմաթիվ եկեղեցի մենք երբ ենք տեսել, որ մեր եկեղեցիները Երբևէ չեմ տեսել։ աղբանոցի վերածվի, ոնց երբ ա եղել տես բան, չի եղել տես բան, չէ, բայց այս մարդը արդեն եւ առանձին եկեղեցին է թիրախավորում եւ եկեղեցու սպասավորներ։ Վստահաբար իրենք նաև հանրային տրամադրություններ են ստուգում եւ ամեն անգամ ըստ այդմ ավելի սաստկացնում են անպարկեշտության աստիճանը։ Երբ ես իմ տաղավարում պարբերաբար եկեղեցու ներկայացուցիչների եմ հյուրընկալում հոգևորականների եւ այդ հարցը իրենց ուղղում եմ, թե ինչու եկեղեցին ավելի համապարփակ պայքար չի մղում, իրենք շատ անկեղծորեն պատասխանում են, որ եկեղեցին միայն հոգևորականները չեն, այլ նաեւ հավատավոր զավակը։ Եվ երբ օրինակ կաթողիկոսին իրենք անարգեցին Սարդարապատի հուշահամալիրում, պիտի հավատավոր հոտը միանգամից ոտքի կանգներ եւ համապատասխան քայլերով ցույց տար, որ ինքը պաշտպանում է իր հոգևոր առաջնորդին եւ եկեղեցուն։ Հիմա եթե հանկարծ սա էլ անցնի, հաջորդ օրը բացվի ու մենք քննարկենք ինչ-որ այլ հարցեր, կնշանակի, որ հերթական անգամ շոշափեցին հանրության զարկերակը, տրամադրությունը, Այո, չափումներ արեցին։ Օվերտոնի պատոհան կոչված։ Հա, պատուհանը դե վաղուց լայն բացել են, չափումներ արեցին, հիմա կանցնեն ստրատեգիայի հաջորդ էջին։ Կարող է առաջիկայում ընդդիմությունը արագ մարտավարություն փոխի, որտեղ ես դիտել եմ ձեր հարցազրույցը, դուք նշել եք, որ տնային աշխատանքի արվում։ Հնարավոր է, որ արագ մարտավարություն փոխվի եւ նորից փողոց դուրս գանք։ Ես կարծում եմ այո, դուք ճիշտ եք, բայց նախ ուզում եմ այդ process-ները պետք է զուգահեռ լինեն եւ եկեղեցու զանգերը պետք է հողանան եւ մեր հավատավոր, մեր հայրենակիցները պետք է իրար հետ զուգահեռ այդ ամեն ինչը լինի։ Այսինքն ես մտածում եմ, որ դա պետք է տեղի ունենա ու հնարավորինս արագ պետք է տեղի ունենա, նաեւ հաշվի առնելով Սրբազան հոր գործոնը, Բագրատ Սրբազանը գիտեք, որ Սրբազան պայքարի շրջանակներում այս ընթացքում նաև փողոցային ակտիվ պայքար ենք մղել եւ նաև պատրաստվում ենք այդ գործընթացներին, ակտիվ այդ գործընթացները Սրբազան պայքարի շրջանակներում այդ գործընթացները արվում են եւ Սրբազանը ասել է, որ կգա օրը եւ մենք նորից էլի դուրս կգանք փողոց եւ կարծում եմ, որ իմ գնահատմամբ այդ օրը մոտ է։ Դա պետք է շատ արագ տեղի ունենա եւ սա չպետք է մարսի այս մարդը, սա չպետք է կուլ տալ եւ սա ոչ թե մի առանձին հոգևոր հոր անելիք գործ է, սա բոլորի ուժերը մեկտեղելու, որովհետև սա մեր ինքնությունն է թիրախավորվում ազգային արժանապատվությունը, արժեքները։ Այո, այսինքն ոնց եղավ Բագրատ Սրբազանը նախ շատ սիրում էր Տավուշի թեմա, գիտեք ինչ կապված էր թեմի հետ, ինչ հսկայական աշխատանք էր, բայց ասես սրանից ավելի կարևոր հայրենիքն է։ Եթե հայրենիքը վտանգված է, ես չեմ կարող շարունակել իմ գործը, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Եվ մենք չենք կարող շարունակել մեր գործը, կարծեք թե ոչ մի բան չի եղել։ Դրանով կուժեղացնենք Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե սա մարսեց, ուրեմն շատ ավելի ինքը ուժեղանալու է, կներեք, դա իմ պատկերացումն է եւ դա թույլ տալ չենք կարող մենք, պետք է թույլ չտանք եւ ամեն մեկի սուրբ պարտականությունը պետք է լինի այս ամեն ինչին վերջ դնելը, որևէ մի հոգեվորական չպետք է գնա դիմավորի կամ չգիտեմ ինչ անի, սա պետք է զանգերը կրկնում եմ, իմ կարծիքն է դա, պետք է զանգերը հնչեն, պետք է դուրս գան փողոց, պայքարեն սրան հեռացնեն, որովհետև սա այլևս վաղուցվանից է սպառնալի, բայց հիմա արդեն անտանելի է դառնում։ Նախորդ տարվա մայիսի ու այս շրջանի տարբերությունը ո՞րն է լինելու, որովհետև կարծեք թե զանգերը հնչել էին, փողոցում են մարդիկ կային, կա տարբերություն։ Չէ, զանգերը չէին հնչել, առանձին մարդու զանգեր հնչել, Սրբազանի զանգեր հնչել, եւ ինչ որ մի պահի ես պետք է ասեմ, որ Սրբազանը նաեւ իմ գնահատականն մենակ մնաց եւ չպետք է արդեն այն ժամանակ, երբ որ Սարդարապատում կաթողիկոսին չթողեցին առաջ գնար, դա արդեն պետք է լիներ վերջ, բայց ինքը դա հենց այնպես չէր արել։ Ինքը դա մարսելուց հետո այսօրվա այդ հայտարարությունները անում է։ Սարդարապատում մարսեց, սկսեց այդ իր սրիկայական գործելավոճը, հիմա էլ ինքը արդեն նման արտահայտություններ է անում, այսինքն անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում եւ դրա համար մենք պետք է նորից եմ կրկնում այդ դա չթողենք վաղը լինի հենց այսօրվանից, հենց այս տաղավարից դուրս գալուց հետո ես ինձ
ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, դռներ եմ թակելու, մեր ուրեմն ընդդիմադիր գործընկերներին խնդրելու եմ, պահանջելու եմ, որ ոչ մեկ հենց այնպես չթողնի այս ամեն ինչ, որովհետև ելի եմ կրկնում, սա այն գիծն է, որը այս մարդը շատ գծեր է անցել, բայց սա արդեն վերջնական այն գիծն է, որ չպետք է թողնենք, որ անցնի, եւ նորից եմ կրկնում, մենք սա պետք է անենք միասին, եկեղեցին, կուսակցությունները, մեր մտավորականները, գիտեմ, որ այս պայքարի ընթացքում ամենածանր վիճակում հայտնվել են նաեւ մեր սուրբ նահատակների ընտանիքները, ծնողները, որոնք որ ամեն անգամ ես տեսնում եմ իրենց հոգեվիճակը այս ամեն ինչը, եւ ցավ եմ զգում եւ ամոթ եմ զգում, որ մինչեւ հիմա ես անձամբ քիչ եմ արել, պետք է ավելին անեմ, եւ մենք նորից եմ կրկնում, պարտավոր ենք անել, ուրիշ տարբերակ չունենք, արդեն թշնամական ուժերը, որոնք որ այս երկիրը ղեկավարում են, արդեն լրիվ իրենց սահմանները անցել են։ Պարոն Դանիելյան, ես հիշում եմ նախորդ տարի դուք ներողություն գնահատականի համար էմոցիոնալ պորտքում ունեցաք, եթե չեմ սխալվում, ոստիկաններին էր ուղղված ձեր խոսքը, թե ինչքան կարելի է այսպես շարունակել, ոնց եք հանդուրժում, ինձ հետաքրքրում է, դուք արդյոք ունեցել եք հնարավորություն համակարգերի ներկայացուցիչների հետ առանձին զրույցներ ունենալու, հասկանալու ինչն է կաշկանդում այդ մարդկանց, իրենց պարտականությունները կատարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Ես ոչ բոլորին կարող եմ ասել, բայց կան բավականին լուրջ թիվ են կազմում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք որ երկերեսանի են, ասենք քո հետ խոսալու ընթացքում կարող են ասել, որ ինչա կատարվում այս երկրում, վայ արա պետք է վերջ տանք այս ամեն ինչին, սենց, բայց գալիս է ժամանակ, որ պետք է կանգնեն ժողովրդի կողքին, ուզում ասեմ, այդ գնահատականները մերպես հնչեցնում են, որ դավաճան է, թշնամի է եւ այլն մեկ են։ Հենց որ գալիս է արդեն հրաման է ստանում, ամենաբիրտ ուժն են կիրառում մեր հայրենակիցների վրա։ Սա ինձ համար անընդունելի է, ես չեմ կարող, եթե դու գիտես, որ այս մարդը թշնամի է, եթե դու գիտես, որ այս մարդը երկրի դեմ է գործում, դու պետք է ոչ թե խոչընդոտես, այլ կանգնես այդ ժողովրդի կողքը։ Հենց այդ երկերեսանությունն ու երեսպաշտությունն է մեզ այս վիճակին հասցրել։ Այսինքն հայրենիքից հողից ջրից թանկ ոչ մի բան չկա եւ դուք հիշում եք այն, որ Իրանցում էր տեղում, ես այդ օրերին Արցախից հետո մեծագույն ցավն էի ապրում, որ ոնց կարա Տավուշի ոստիկանը կամ Տավուշի հայ ոստիկանը գա կանգնի այդ գյուղացուն ծեծի ենթարկի, խոշտանգի այդ մարդուն, բերետավորները լցվեն այդ անչափահասների կանանց ծեծեն ջարդեն, որ այդ տարածքը հանձնեն Ադրբեջանի։ Դա իմ ուղեղի մեջ չէր տեղավորվում, ոնց կարա նման բան լինի, եւ ցավոք եղավ այն ինչ որ եղավ, եւ սա էս էլ մարսեցինք, էս ազգակործան էլ մտածեց, որ դե եթե կարողանում են ոստիկանին ասել գնա իր ժողովրդին ծեծի ջարդի այդ տարածքները, դա ես ինձ ավելի մեծ սանձարձակություններ թույլ կտամ անել։ Եվ ինձ համար նորից եմ կրկնում, ուսադիր կրող մարդը դա կլինի զինվորական, դա կլինի բարձրաստիճան ոստիկան, թե հացը աշխատող, առաջին հերթին իր հայրենիքը պետք է սիրի, առաջին հերթին իր ընտանիքը, այսինքն եթե սենց շարունակվի, այդ ուսադիրները իրենք ստանալու են Ադրբեջանի ղեկավարության կողմից, ոնց որ հիմա սրանք անում են, չէ, ասում են մենք բան անենք, ադրբեջանցիների հետ առևտուր անենք, ում հետ է առևտուր անում։ Ես կարող եմ ենթադրել, որ դու վաղուց եք այդ առևտուրը անում Ադրբեջանի հետ։ Վաղուց դեր 18 թվականից կամ 18 թվականից առաջ եք այդ առևտուրը արել, որ հիմա բերաներդ բացել եք, ասում եք գնանք ադրբեջանցիների հետ առևտուր անենք, այնինչ Ադրբեջան ամեն օր արևմտյան Ադրբեջան կոնցեպտից է խոսում, ստեղ բնակեցվելուց է խոսում, իրենց երեխաներին դաստիարակում է հայատյացության, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտեք Ադրբեջանի բանտում այն հալածանքների, կտանքների է ենթարկում։ Իդեպ պարոն Դանիելյան, երեկ էլի դատավարության հերթական արարն էր ու մի բան հստակ նկատելի է, որ սկզբնական շրջանում շատ մեծ ուշադրություն կար այդ դատերի հետ կապված, շատ մեծ ցավ ապրումակցում կար սոցիալական ցանցերում, գոնե սոցիալական ցանցերում, հիմա անգամ դա չկա, շատ փոքր չնչին տոկոսով է այդ ուշադրությունը
ու տպավորություն է, որ նաև հանրությունը եւ էլիտա ասվածը տարբեր շերտեր հիմա համակերպվել են այդ մտքի հետ, որ ազգությամբ հայեր, հաստորեն չեմ նշում ղեկավարներ, ազգությամբ հայեր Բաքվում կարող են խոշտանգումների ենթարկվել, ինչ որ կեղծ դատավարության ենթարկվել ու դա որևէ ցնցում, դա որևէ պայթյուն չառաջացնի մեր հանրության մեջ, այսինքն դա դարձավ նորմալ, սովորական մի բան։ Եթե ամեն մի հայ մտածի, որ ոչ թե այդ մարդկանց են դատում, իրանց են դատում, ոչ թե այդ մարդկանց են խոշտանգում, իրան են խոշտանգում, իրան են նվաստացնում, ու սա անձնական ընդունի, նման պատկեր չի լինի։ Շատ ժամանակ անձնական չի ընդունում, սա անձնական ողբերգություն չի ընկալվում։ Անվերջ կարող ենք թվարկել իրողություններ, որոնք որևէ դեպքում տրամաբանության մեջ չեն տեղավորվում, եւ Հայաստանը այս իմաստով բացառիկ վատ իմաստով բացառիկ օրինակ է դառնալու իշխանություն պահելու, իշխանություն հանդուրժելու, այսպիսի որակներ ունեցող իշխանության մասին է խոսքը, եւ բոլոր օրենքներով, քաղաքագիտական, մարդկային, մաթեմատիկական, չգիտեմ, բոլոր հնարավոր օրենքներով այս իշխանությունը վաղուց պիտի ոչ միայն իշխանության չլիներ, այլ նաև պատժի դրսևորումների պիտի ենթարկված լիներ, բայց չէ, հիմա հարցը հստակ է, որ այսքան աննորմալ է մեր իրականությունը, կարող է ինչ-որ անտեսանելի մեծ ուժ, մեծ ձեռք, ես նկատի ունեմ աշխարհաքաղաքական որևէ հովանոց, որևէ ձեռք, աշխարհաքաղաքական դրան կարող են լինել մի քանիսը, պահում են եւ իշխանությանը, եւ ցավոք կաշկանդում են ընդդիմությանը։ Ընդդիմության կաշկանդվածության մասին չկա տենց բան, ամենայն դեպս ես որպես ընդդիմադիր պատգամավոր որևէ կաշկանդվածություն չունեմ եւ իմ գործընկերները, իսկ ինչ մնում է իշխանություններին, իշխանությունները ունեն կաշկանդվածություն, իշխանությունները ունեն ուղղորդում, իշխանությունները հստակ ծրագրավորված ճանապարհով գնում են դրան եւ արդեն դա անթակույց է։ Դուք տեսաք վերջերս նաեւ Ալբանիայում մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցած վերջին խայտարակությունը, երբ որ մեր երկրի ոչ բարով ղեկավարը սուրճ Ալիևի համար, հետո ձեռքով կանչում է Էրդողանը, հանձնարարականներ է տալիս, այդ նվաստացումը ես չգիտեմ, էլի ես չնայած այս ամբողջ ընթացքը նվաստացման գործընթաց էր եւ մենք մեզ արժանապատիվ չենք կարող համարել, մենք էլ չենք կարող համարել։ Մեզ եթե մեր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, մենք մեզ արժանապատիվ չենք կարող համարենք։ Ի վերջո պատերազմից, այս արհավիրքներից, այսքան այս ամեն ինչից, այս ավերներից հետո այդ մարդը վերարտադրվեց խաբելով էլի հերթական անգամ, բայց ես կարծում եմ մեր հայրենակիցները այլևս ճնշող մեծամասնության համար պարզ է իրա ով լինելը։ Այստեղ ուրիշ հարց է, թե մենք ինչ ենք առաջարկում մեր ժողովրդին, ինչ ենք առաջարկում, ինչա լինելու Նիկոլից հետո, այդ պետք է անպայման ասենք, հնարավորինս շատ ասենք, հնարավորինս շատ խոսենք մեր հայրենակիցների հետ, չալարենք մարդկանց, նաև ինչու՞ չէ, նաև նախկինում այս ամբողջ այս անկախության ժամանակահատվածում արված սխալների համար ներողություն խնդրենք, որ իհարկե եղել են բաստողումներ, թերացումներ, եղել են բարքեր, որը ընդունելի չի եղել եւ պետք չի դրանով վախեցնել այս ժողովրդին, էլի հասկանում եք, ինքը բոլոր այդ սահմանները տվել անցել է, այդ կոռուպցիան էլ, են ամեն ինչն էլ ինչ որ կա, բայց կարծում ինչ որ մի անդադ մենք պետք է խոսանք ժողովրդի հետ, իրենց ճիշտը ներկայացնենք, ասենք որ այս մերժում ենք այն ժամանակվա եւ առաջարկում ենք սա։ Եվ առաջարկում ենք սա։ Ինչ եք առաջարկում, պարոն Դանիելյան, Նիկոլից հետո։ Ես Նիկոլից հետո հետեւյալն եմ պատկերացնում։ Հայաստանը ռեսուրս չունի այլևս շարունակելու այն ամեն ինչ որ կա։ Առաջին հերթին մենք մեզ փոխենք, այսինքն այն մարդիկ, որոնք որ ազնիվ են, ունեն գիտելիքներ, կարողականություն, շնորհք, այդ մարդիկ պետք է զբաղեցնեն պետական պաշտոններ, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից։ Հայաստանում պետք է ստեղծվի մի կառավարություն, որը որ պետք է չասեն այս մեկ էս կուսակցությունից, այս մեկ էս մի կուսակցությունից կամ այստեղ պետք է կարողական մարդիկ ընդգրկվեն, կուսակցական դրոշները ինչ որ մի պահի պետք է իջացվեն։ Իմ կարծիքը դա է։ Դա պետք է մեզ բերի հաջողության։ Եթե էլի առաջնորդվենք նեղ անձնական, կուսակցական
այդ գաղափարախոսությամբ մենք հաջողության չենք հասնելու։ Պարոն Դանիելյան, դուք բացառիկ մի բանի մասին եք խոսում միաբանվելու, որովհետև այս վերջին ժամանակներում ամբողջ խոսույթը հակառակի մասին է տարանջատվելու, բաժանվելու։ Այլ կերպ մենք շանս չունենք։ Ես հավաստիացնում եմ ձեզ, կներեք, որ ձեզ ընդհատեցի, այլ կերպ մենք շանս չունենք։ Ամեն տեղ էլ կան խելացի, հայրենասեր, պատվախնդիր մարդիկ, եւ մենք իրանք չունենք կոնկրետ այդ խմբի, այդ կուսակցության մարդկանց անտեսելու, որովհետեւ մենք եթե ուզում ենք հաջողության հասնենք, յուրաքանչյուրի կարողականությունն ու հնարավորությունը պետք է օգտագործենք։ Այլապես լինելու այն, որ ցավոք սրտի հաճախ այն պոլիփետ լինի, մեր լինի, հիմնականում նաեւ այս իշխանության ժամանակ դա ավելի լայն թափառա, որ պոլիփետը լինի, մեր լինի, կապ չունի, այդ մարդը կրթություն չունի, 8-ամյա կրթություն ունի, մասնագիտական կարողություն չունի, ճանապարհ անցած չի, բան չի, ԿՊ-յա գրած վերջ ինքը կարա փոխնախարար, նախարար, ինչ ես ուզում, քայլել ես, դու նախարար ես, մի քիչ ես քայլել, մի քանի կիլոմետր փոխնախարար ես, այսինքն sense մենք չենք կարող այդ ձև շարունակել։ Իսկ ձեր տեսակետը, պարոն Դանիելյան, ինչու դոմինանտ չէ ընդդիմադիրների շրջանում։ Ես կարծում եմ կամաց այդ գաղափարը հասունանում է եւ դրան այլընտրանք պարզապես չկա, չկա դրան այլընտրանք։ Եթե մենք ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, նախ եկած մարդը պետք է բացառիկ ազնիվ պարկեշտ մարդկանցով ձևավորված կառավարություն լինի, որը երբեք մտքով անգամ չանցնի, որ կարապետական բյուջեն մոտիկ գա։ Մենք այդ շռայլությունը մեզ թույլ տալ չեն կարող։ Նվիրված, պարկեշտ, բանիմաց մարդիկ, դες մարդիկ կան, դες մարդիկ Հայաստանում էլ կան, դες մարդիկ ես հաճախ եմ տարբեր երկրներում լենում, շատ ուժեղ հայրենակիցներ ունենք, թե իրենց մտավոր կարողություններով, թե իրենց ճանապարհով անցած, այսինքն այդ մարդկանց պետք է պետական համակարգերի մեջ ընդգրկենք, պետք է նոր, այսինքն սրա մասին կարող ենք երկար խոսալ գյուղատնտեսությունից, սկսած մինչև, չգիտեմ, անվտանգություն, այսինքն այն համակարգերը, որոնք փլուզել են, հնարավոր է արագ վերականգնել։ Դրա համար կամք, վճռականություն եւ նշած ես տենց եմ պատկերացնում, էլի, որ կարող ենք շատ արագ վերականգնվել եւ իրապես մարդկանց դեմքին գա ժպիտ, մարդիկ եւ բարեկեցիկ ապրեն, եւ անվտանգ ապրեն, եւ երջանիկ ապրեն, եւ արժանապատիվ ապրեն, եւ չամաչեն ամեն մեկ իր ղեկավարի չամաչի։ Ես մի փոքր բան էլ գաղտնիք էլ բացեմ ձեզ, մի 2 օր առաջ հանդիպում եմ ունեցել մի շատ տաղանդավոր, մի շատ ճանապարհ վաստակ ունեցող մարդու հետ, որին որ թույլ չեն տալիս, այսինքն կրթությունից ենք, չէ՞ խոսում, կրթվել է նորաձևը եւ այլն, թույլ չեն տալիս մասնակցել մրցույթին, որ ինքը տնօրեն նշանակվի։ Այսինքն 15 անգամ արհեստական բան են արել, խոչընդոտ են ստեղծել, մրցույթը տեղի չի ունեցել, որ ինչ այդ մարդը չլի, իրենցից մեկին բերեն տնօրեն նշանակեն։ Ոնց կարող է դրանից հետո երկիրը զարգանալ, թե դու կրթական ոլորտում ասում ես կրթվել է նորաձևը, տենց է, հա, էտա ձեր կրթվել է նորաձևը, հա։ Այսինքն տաղանդավոր մարդուն, ճանապարհ անցած մարդուն, որը որ ծրագիր է ներկայացնում, որը որ պատկերացում ունի, ամեն ինչով համապատասխանում այդ գործին։ Բայց չէ, իրենց պետք են մարդիկ, որոնք որ ապիկար լինեն, ուսապար կլինեն եւ հեշտ կառավարել լինեն, եւ իրենցից գիտելիքներով, մարդկային հատկանիշներով, բանով բարձր չլինեն։ Այսինքն իրենց դες մարդիկ պետք չեն։ Իրենց պետք են միջակություններ ու միջակից ցածր լինեն, որ իրենք sense բան դեմքերով, ինքնագոհ դեմքերով գնան եւ կրթեն։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, եւ վերջին հարցը։ Դուք չբացառեցիք, որ կարող է փողոցում պայքար սկսվել, չեք բացառում նաեւ, որ դա կարող է համադրվել անվստահություն հայտնելու գործընթացի հետ։ Իհարկե փողոցային պայքարի ընթացքում, երբ որ փողոցով ճնշում գործադրվի իշխանությունների եւ երկրում ստեղծվի երկիշխանություն, երբ որ արդեն պարտադրեն գործող իշխանություններին, որ այլևս դուք իշխանություն չեք եւ պետքա հեռանաք, այդ պարագայում պետքա դա տեղի ունենա խորհրդարանով, այսինքն ամենատրամբանական գործընթացը դրանից հետո դա խորհրդարանում սպասվող
կատարվող գործընթացներ են, անվստահության հայտնելու գործընթացը, բայց սա պետք է լինի իրար հետ համադրաբար, այդ ճնշումը պետք է լինի շատ լուրջ եւ պլանավորած քայլերով։ Այդտեղ քայլեր կա, որի մասին ես կարող եմ խոսել, քայլեր կա, որի մասին չեմ ուզում խոսել, հաշվի առնելով դրա նրբությունը, այսինքն ԿՊԱ-ական падգամավորները պետք է ճարքեր տան, այսինքն իրենց ֆրակցիան պետք է ճարքեր տա։ Այսինքն դուք պատրաստվում եք դրան։ Մենք նոր չենք պատրաստվում դրան։ Նկատի ունեմ այս բոլոր ձախողումներից հետո վերանայումներ եղել են։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։